իմ հարևանս Ֆրանսա Մարսել հրյա էր։ Մի օր ուրբաթ երեկո է։ Այնպես եղավ, որ նախ ես մտա վերելակ, ինձանից հետո ինքը երեխայի է։ Եվ կոճակը չեն սեղմում, իրենք էին կոճակի մոտ, ես ավելի ներս էի կանգնած։ Կոճակը չսեղմեցի։ Եթե երկար կանգնում ես, կոճակը չես սեղմում, լույս անջատվում է։ Իրենց ասեցի կոճակը սեղմեք, լույս անջատվեց։ Ասեց չէ, կոճակը ես չեմ կարող սեղմել։ Ասում եմ ինչու, ասեց չեմ կարող։ Եղբայր ի՞նչն է պատճառը, ձեր կողքն ասում եմ, սեղմեք կոճակը, ասեց ոչ։ Ես անշուշտ գիտեի խնդիր ուր է, բայց ուզում եմ մի քիչ տեսնեմ ինչ պիտի ասի այս մարդը։ Ասեցի, բայց անպատեղություն ես չեմ տեսնում, եթե կոճակը սեղմում, իջնենք ներքև լույս անջատվեց, ասեց խնդրում եմ դուք սեղմեք։ Ես էլ ձգձգում եմ հայկական վերջում տեսա չես մարդը բան պիտի չանի, մնալու իր տեսակետին, ես կոճակը սեղմեցի։ Դուք այդ բան չունեք, այսինքն ինքը չպիտի նստել իրենք սպասում են, որ ինչ-որ մեկը նստի, որ այն ժամանակ նստեն։ Ուրեմն ինքը տեսա, որովհետև ես դուրս եկավ դռնից, իմ ետևից ինքը դուրս եկավ։ Իմ ետևից։ Ես մտա վերելակ, ինքը անմիջապես ներս մտա։ Երբ որ ես կոճակը սեղմեցի, ասեց ինչն էր պատճառը, որ չսեղմեցի կոճակը։ Ասեց նախ այսօր շաբաթ է, դուք որ հոգևորական եք գիտեք։ Երկրորդ ասեց, եթե ես այսօր կոճակը սեղմեմ, վաղը երեխայիս կկորցնեմ։ Հասկանում եք, աբսուրդ չէ։ Խորը հաղթն։ Աբսուրդ չէ։ Օրթոդոքսները Ես ձեզ ասեցի մեկ բան, յուրաքանչյուր օրենքի նկատմամբ արհամարական վերաբերմունքը, դա ձևավորվում է ընդհանուր վերաբերմունք բոլոր օրենքների նկատմամբ։ Հիշեք Քրիստոսի խոսքերը, փոքրի մեջ եթե հավատարիմ չես, մեծի մեջ հավատարիմ չես կարող լինել։ Այո, ասա ու։ Այսինքն հետո շաբաթօրը բնականաբար իրանք պիտի ճաշ չուտեն, ընդհանրապես չսարքեն, հա։ Այսինքն այն ամենապրիմիտիվ բանն էլ աշխատանք համարում, նույնիսկ կենցաղային բան։ Ուրեմն շատ լավ, ուրեմն իրենք չեն կարող որևէ գործ անել, որը աշխատանք մի բան պիտի աշխատեցնի։ Օրինակ լույս կոճակ չեն սեղմի երբեք։ Ամեն մեկը ունի մի ոչրյա, բարեկամ, ծանոթ կամ մեկին, որ դրամ են տալիս եւ գալիս է շաբաթ օրերը իր լույսն է վառում կամ ջեռոցն է միացնում անջատում։ Չնայած իրենք կերակուր այնպես են եկում, որ ուրբաթ երեկոյան արևը մայր մտնելուց հետո դեռ կերակուրը պատրաստ լինի, ծածկում են հատուկ եւ այլն։ Բայց երբեք այդ օրը իրենք լույսի կոճակը չեն սեղմի։ Կան հատուկ մարդիկ, որոնք կոչվում են շաբաթի գոյը։ Գոյը նշանակում է ոչրյա։ Եվ նրանք են, որ վառում են լույսը։ Ասեցի, կամ ծանոթ են, նվեր են տալիս նրան, չգիտեմ ինչ, կամ դրամ են տալիս, որ գա այդ գործը կատարի որպես պարտականություն։ Սա նշանակում է, որ իրենց ամեն մեկ օրենքից կարճած են, եւ գոյությունն են 613 օրենքներ։ Չգիտեմ, դու գիտեք կամ ոչ, Աստվածաշնչում կա մի օրենք, որ ասում է գառնուկին իր մոր կաթի մեջ չեփես երբեք։ Եվ իրենք ունեն կաշեր հասկացողությունը։ Կոշերը դա մոտավորապես այն է, ինչ որ արաբերենի մեջ հալալը, մաքուր։ Ուրեմն կոշերը, եթե դու այս գավաթով կաթ խմեցիր, այս նույն գավաթով չես կարող ներողություն մսի բուլյոն, արգանակ խմես։ Եթե մի պնակի մեջ միս ես կերել, այդ նույն պնակի մեջ չես կարող պանիր ուտել, ինչ որ մսեղենի հետ է, առանձին պիտի լինի, ինչ որ կաթնեղեն է, առանձին պիտի լինի, խոհանոց, պնակներ, դանակ, ամեն ինչ, որովհետև ամեն մի օրենք պահելով է, որ իրենք պահում են իրենց ազգային դեմքը, ոգին և 2000 տարի պետություն չունենալով, ամբողջ պետությունների ճակատագիրը իրենք էին որոշում, որովհետև յուրաքանչյուր տարը սրբություն է իրենց համար օրենքի իմաստով։
Հասկանում եք, ուրեմն նույնն էր եղել պարագան մեր հայերիս մոտ, երբ մենք կարողանում ենք կարճած մնալ մեր ազգային ավանդություններին։ Օրինակ նայեք շատ երկրներում, որտեղ հայերը ապրում էին, ձևավորում են որպես այդպիսին, պահելով իրենց կրոնական հավատամքը, դավանանքը, պահում են իրենց ազգային դեմքն ու դիմագիծը, վերցրեք լեհահայությունը։ Անի կործանումից հետո նրանք գնացին Եվրոպա և մինչև 1660 թվականներ մնացին հայ առաքելական եկեղեցու դավանողներ և պահեցին իրենց ազգային դեմքը, դիմագիծը, ավանդությունները, լեզուն, օրենքները, դատական որոշումները, ամեն ինչը։ Դատարանները հայկական դատաստանագրքով էին իրականանում։ Նույնիսկ Լեհաստանի դատական օրենքների հիմքը եղել է Գոշի դատաստանագիրքը։ Բայց բավական էր, որ ունեին կաթոլիկությունը, 50 տարի հետո կորսվեցին, ձուլվեցին նրան։ Ուրեմն եկեղեցու դերը այս իմաստով շատ կարևոր է, այնպես ինչպես Հայաստանում է այսօր շատ կարևոր։ Ասա օրիորդ։ Մի հարց եմ ուտայ, այդ ավանդության հետ անումով, արդյոք, որ դուք ասեցիք Քաղաքեդոնի ժողովուրդը չընդունեցին, որովհետև իրենք ձևախերում էին մեր դիմագիծը։ Կարող էին, որովհետև հռոմեական մշակույթ այդ բյուզանդական, ասենք արևելյան շրջանում, բյուզանդական մշակույթը այնքան զորավոր էր, որ ինքը անպայման պիտի իր ազդեցություն ունենար մեր վրա։ Բայց ինչու՞մ էր կայանում Քաղաքեդոնի ժողովը, ինչ էր իրանից ներկայացնում Քաղաքեդոնի ժողովը, որ կարող էր ձևախմել Շատ լավ, Քաղաքեդոնի ժողովի ընդունումը։ Ուրեմն Քաղաքեդոնի ժողովը գալիս էր Քրիստոսի էության մեջ, բնության մեջ, էությունները, բնությունները որոշելու։ Գիտեք, որ նախ 431 թվականին տեղադրվեց Եփեսոսի ժողովը, ձեզ ծանոթ է այս թեման, այդ քրիստոսաբանական խնդիրները։ Եղավ մի անձնավորություն Նեստոր անունով, Նեստոր, եւ գիտեք շարժում կար նեստորականներ, որը Աթենքի եպիսկոպոսն էր, որը հայտարարեց Քրիստոս մինչև 30 տարեկան եղել է նորմալ մարդ։ Նա ծնվել է Մարիամից, նրա հայրը Հովսեփն էր, ամեն ինչ նորմալ էր, 30 տարեկանում, երբ մկրտվեց Հովհաննես Մկրտիչից, մկրտության ժամանակ Աստված նրան ընտրեց որպես որդի եւ այդ պահից նա դարձավ Աստուծո որդի, Սուրբ Հոգին էլ ընդունելով իր վրա, որովհետեւ ավետարանում գրված է, որ մկրտությունից հետո երկնքի ձայնը լսվեց եւ Աստված ասեց՝ «Սա է իմ որդին սիրելի, որին հաճեցա»։ Ուրեմն ինքը ասում էր Քրիստոս մինչև 30 տարեկան նորմալ մարդ էր, 30-ից հետո նա դարձավ Աստված, Աստծո որդի։ Այստեղ նորից գալիս է ինչ-որտեղ արիոսականության գաղափարը, որ ասում էր լավ, եթե այդպես է, ուրեմն որդի գոյություն չուներ, այլ հայրը մեծ էր, որից հետո նոր գալիս էր որդի, ամենափոքրն էլ Սուրբ Հոգին էր։ Նորից բազմաստվածության խնդիր էր ձևավորվում այս պարագայում։ Ուրեմն դրան հակառակ գնաց Եվդիկես անունով մի քահանա, հույն քահանա, որ ասեց Քրիստոս ընդհանրապես մարմնով չի երևացել։ Նա այո երևացել է, բայց հոգևոր մարմին էր նրա մարմինը, այնպես որ Քրիստոս միայն Աստված է որպես երևացել։ Այս խնդիրը լուծելու համար Ալեքսանդրիայի աստվածաբանները գլուխ ունենալով Գյուրեղ Ալեքսանդրիացի պատրիարքը մի բանաձևում կատարեցին, որը դա ամփոփում էր այդպես. մի է բնություն բանին մարմնացելով, այսինքն Աստուծո որդու բնությունը մեկն է, աստվածային եւ մարդկային միությունների, երկու բնությունների միություն, մի ուրեմն մոնոֆիզիկ ձևը դարձված ընդունվեց։ Ուրեմն Քաղաքեդոնը, որպեսզի կոտրեր Ալեքսանդրյան դպրոցի աստվածաբանական գաղափարների ուժը եւ զոր տար բյուզանդական դպրոցին, ստեղծեց արեստացին երկու բնությունների գաղափարը։ Այս անգամ հայտարարվեց, որ ոչ Քրիստոս ուներ աստվածային բնություն, որը առանձին է, մարդկային բնություն, որը առանձին է։ Երբ որ ինքը հրաշք էր գործում էր միայն որպես Աստված։ Երբ ուտում էր, խմում էր, լաց եղավ Ղազարուսի մահվան առիթով, այդ ժամանակ գործում էր միայն ու միայն որպես մարդ։ Այսինքն Քրիստոսի մեջ
երկու առանձին տարբեր տեսակի կերպարներ ստեղծեցին, որը իրար հետ կապ չուներ։ Մեր եկեղեցին այդ տեսակետը չընդունեց, որովհետև նախ տրամաբանությանը հետ համաձայն չէին, չընդունեց երկրորդը, որովհետև եթե ընդունվում էր, արդեն պարզ էր դառնում։ Դուք 5-րդ դարի, չգիտեմ, գրականությանը ծանոթ եք, հունաբան հայերենը ձևավորվեց։ Ամբողջ փիլիսոփայական գրքերը հունական թարգմանվում էին հայերեն բառերը հունարենով շարադրված, որովհետև բառերը չէին կարողանում գտնել, որ ինչպես թարգմանեն տվյալ բառերը եւ մտցնում էին հունարեն բառեր եւ ստեղծվեց հունաբան հայերենը։ Ուրեմն այդ բոլորից այդ ազդեցություններից ձեռքազատվելու համար հայ եկեղեցին մտածեց ստեղծել իր պատյանը եւ այդ պատյանի մեջ մնալով պահել իր ազգային դեմքն ու դիմագիծը։ Հետևաբար, երբ որ մենք այսօր խոսում ենք եկեղեցու մասին, եկեղեցի գաղափարը չի որ մեր մեջ պիտի ամրագրվի, այլ հավաքական հավատամքի գաղափարը։ Եթե դու եկեղեցի ես դարձնում, հավասարում ես բոլորին, մի մկրատով կտրում ես բոլորին, նա էլ է եկեղեցի, դու ես եկեղեցի, այստեղ հավատամքի հարց կա, նպատակի հարց կա, ինչ է քո նպատակը, ինչի ես ծառայում քո հավատամքով, ում ես ծառայում քո հավատամքով, այդ հավատամքը քեզ օգնում է հավաքական կյանքը ձևավորելու, թե հավաքական կյանքից ներս պարակման և քայքայման ախտը դնելու։ Ուրեմն հայ եկեղեցու մտահոգությունը դարեր շարունակ և այսօր ևս այս խնդիրն է։ Այս հարցի համար է, որ մաքարում է հայ եկեղեցին, պայքարում է հայ եկեղեցին, որպեսզի ամեն մեկ հայ հասկանա իր սրբության արժևորումը, իր սրբության արժեքը, որ հասկանա լավ, եթե ես ուզում եմ Հիսուսին հետևորդ լինեմ, մտածեմ Հիսուսի խոսքերը, ես ուրիշ տեղ չեմ ուղարկված, եթե ոչ միայն Իսրայելի տան կորսված ոչխարների համար, ուրեմն ես էլ իմ հայ ժողովրդի կորսված ոչխարների համար պիտի մտածել, պիտի մտահոգ լինեմ։ Ուրեմն տեսնում եք, կարևոր խնդիր է այս հարցը։ Ինչքան կարևոր խնդիր է տեսնելու համար, թե ինչ պրոբլեմներ ունի հայ առաքելական եկեղեցին իր առջև։ Որովհետև մեր եկեղեցու խնդիրը միայն քրիստոսաբանական խնդիրներ չէ։ Էմոշարժումը մեր խնդիրն է եկեղեցվում։ Կյանքի խոսքին դա չի հետաքրքրում, Եհովայի վկաներին չի հետաքրքրում, ոչ մեկին չի հետաքրքրում, բայց մեզ է հետաքրքրում, որովհետև մեր եկեղեցին իր ազգով ապրող եկեղեցի է։ Նրանք իրենց շահով ապրող եկեղեցիներ են։ Գիտեք, չէ, Եհովայի վկաների մոտ, եթե դու նոր որս ես բերել, դրա համար $50 ես տանում։ Հասկանում եք։ Ուրեմն դու որսորդ ես, հավատացյալի խնդիր չկա այնտեղ։ Ուրեմն պետք է այս բոլորը մենք հասկանանք։ Երբ որ հայ իրականության մեջ շոշափելիություն է սատանայապաշտությունը, սա մեզ համար մտահոգիչ է։ Միասեռականությունը մտահոգիչ է։ Անբարոյականությունը մտահոգիչ է։ Մյուսների համար հետ իրենց վեճը անգամ չի, կարևորություն չեն տալիս, խնդրեմ օրդ։ Նստացած։ Այս դեպքում կարող ենք ասել, որ գլխավոր գործոնը աղանդների ձևավորման, նաև ոչ միայն ասենք այդ կրոնից շեղվել, հավատամքից շեղվելն, այլև սոցիալական գործոնը ևս մեծ դեր է խաղում, եւ արդյոք ինչ որ քայլեր ներառվում է հայ առաքելական եկեղեցին այդ ամենի դեմ պայքարելու համար։ Այսինքն ներողություն, եթե չեմ սխալվում, մի քանի օր առաջ լսեցի, որ նորից ինչ որ թվաբանական թեկուզ հաշվարկով 300 հոգևորական կա հայ առաքելական եկեղեցուն ծառայող եւ փաստորեն չի բավականացնում դա։ Այսինքն ինչ քայլեր են ձեռնարկվում երբ հոգևոր տեսանկյունից շատանալու ճակերտավոր պետությունը կամ եկեղեցին եւ նաեւ սոցիալական խնդիրը մեծ դեր ունի այս դեպքում թե ոչ։ Բայց ուրեմն սոցիալական խնդիրը մեծ դեր ունի այն առումով, որ սոցիալապես անապահով մարդը, եթե դու նրան օգնություն ես խոստանում, դառնում է խոցելի անմիջապես։ Որովհետև երբ մարդը դժվարության մեջ, նյութապես դժվար պայմաններում է, դու իրեն ամենափոքր օգնությունը տալու ժամանակ, ինքը արդեն դառնում է քեզանից կախված։ Մարդիկ իրենց ձայները վաճառում են, ինչու համար, մտածելով, որ այդ 5000 դրամներ մի բան է,
Հասկանում եք, ուրեմն սոցիալապես անապահով մարդու մենտալիտետն է փոխված, մտածելակերպն է փոխված։ Նա գործնում է իր մեջ իր կամքի ձևը, իր կամքի ձայնը, իր էության ձայնը։ Նա չի խոսում որպես անհատականություն, նա խոսում է որպես նյութական երևույթ։ Մի օր գոնե ստամոքսս կուշ մի կիլո միս կառնեմ 3000-ով, երեխեք հետ միասին խորոված կանենք կամ տժվժիկ կանենք, ուրեմն եւ մի օր գոնե կուշտ կարող ենք ճին։ Այսպիսի բան կա։ Այնպես որ այդ խնդիրը կա, դժբախտաբար ուր սոցիալական անապահովություն կա, այնտեղ մարդիկ գործում են իրենց հոգեբարոյական կերպարները։ Անբարոյականությունը ինչից է ծնվում։ Հենց դրանից։ Բայց շատ դեպքերում ուղղակի սոցիալականը իրենց արարքը արդարացնելու միջոց է օգտագործում։ Այսինքն ասում են դե սոցիալապես անապահովը դրա համար սա անում է, բայց իրական կողքի մարդը կարող ավելի բաց վիճակում է սոցիալապես, բայց նույնը դա գալիս է անձից եւ անհատից, որովհետեւ մարդիկ մինչեւ այսօրվա վիճակը հասնելը 70 տարի հավատքի գետնում արմատախիլ եղան հավատքից։ Հիշում եք 30-ական թվականներին կրոնը համարվում էր նարկոտիկ, մորֆին։ Մարդիկ քարկոծվում էին, դատապարտվում էին, բանտարկվում էին եկեղեցի գնալու կամ Աստծո հավատալու համար։ Հետևաբար այդ բոլորը մարդու մեջ ձևափոխեց մարդու հոգևոր աշխարհը։ Ամեն ինչ արվում էր մարդու մեջ ազգայինի գիտակցությունը մերցնելու։ Երբ որ մարդիկ 70-ականներին խոսում էին ինչ-որ ազգասիրական մի խնդրի մասին, հալածվում էին, հիշեք Շիրազին, հիշեք Պարույր Սևակին, մնացյալ ազգասերներին, նացիոնալիստ հայտարարվելով դատապարտվում էին նրանք։ Ուրեմն ծրագիր էր սա, ինչու, որովհետև այս օրն էր նախապատրաստված։ Այդ բոլորը արվում էր, արմատախիլ էր լինում հավատքը, որպեսզի անորոշության մատնված մարդը չկարողանալ կողմնորոշվել, որն է իր իրական հավատքի արժեքը, որ արժեքի հետևից նա պիտի գնա։ Ով եկավ Հիսուս Քրիստոս ասել, բոլորս փեշերս հավաքեցինք, վազեցին հետևից, առանց հասկանալու։ Մենք էլ քանի որ մի քիչ օտարամոլություն ունենք մեր մեջ, հատկապես Եվրոպայից եկած մի քիչ ջիջի կարմիր կանան չգիտեմ ինչ գույներով տեսանք նվերներ են բաժանում, անմիջապես վազեցինք հետևից։ Առանց հասկանալու, որ այդ բոլորը թակարդ էր մեզ համար նախատեսված։ Օրիորդ խնդրեմ։ Հետո ուզում եմ այսպես ձևակերպել հարցը, մեր պետությունը արդյոք մեղավոր թե ինչու է ջրը, դու տարած գրանցվել նման կազմակերպությունը, իրենք են Այո, ուրեմն ճիշտ այս է, որ երկրորդ հարցի պատասխանը պիտի լինի օրիորդին, այսօր ամեն ինչում եկեղեցուն չի կարելի մեղադրել։ Եկեղեցին չի, որ այդ այլասերված օրենքները ընդունում է եւ ամեն տեսակի այլասերված կազմակերպություններին պաշտոնական դիմագիծ է տալիս։ Մենք որոշ մարդիկ իրենց շահադիտական մի բաներից ելնելով, զգացումներից դրամը առնում գործը կատարում են, դրանից հետո մեղադրում են եկեղեցին, թե եկեղեցին ինչու չի պայքարում նրանց դեմ։ Սա միայն եկեղեցու խնդիրը չի։ Ինչ է նշանակում պետություն, պետություն ամբողջականությունն է հավատականության։ Ինչ է նշանակում կառավարություն, պետության առաջնորդողը, շահերի պաշտպանողը։ Այնպես որ այստեղ շատ կարևոր դեր ունեն բոլորս միասին։ Շատերը ինչ որ դիտում են, ուր է եկեղեցին, ինչու եկեղեցին սա չի անում, ով է եկեղեցին, դուք եք եկեղեցին, մենք ով ենք, ձեր սպասավորներն ենք։ Ինչպես է կոչվում հոգևորականը, հոգևոր սպասավոր։ Կաթողիկոսը ծառա Հիսուսի Քրիստոսի եւ ծառա համազգային է կոչվում, ամբողջ աշխարհի ծառան է, ժողովրդի ծառան է կոչվում։ Ուրեմն դուք պիտի մտահոգ լինեք այս ամբողջ երևույթներից։ Կարևոր խնդիրներ են, որոնց իրապես մենք պետք է անդրադառնանք, մտածենք այս նյութերի մասին։ Եկեղեցին դա միայն Էջմիածինը չի մայրաթոր իր կաթողիկոսով, իր հոգևորականներով, ասվեց ամեն անգամ եմ ես ասում։ Ամեն անգամ ինձ ասում են, ինչու եկեղեցին հոգևորականները չեն անում, ջան ամբողջ Հայաստանում,
եղած չեղած 300 հոգի չկանքվեն։ Միայն աղանդավորական շարժումները 200-ից ավելի են։ Որ մեկի դեմ պայքարես։ Ամեն մեկ հոգևորականի եթե մեկ աղանդի դեմ դնես պայքարելու, մարդ չունենք այդքան։ Նշանակում է մյուս եկեղեցիներում ոչ մի բան պիտի չանենք։ Այո, ինքը քեզանից առաջ։ Երկու մասից հավաքած են հարցը։ Երկուսն էլ դուր, առաջին մասը Առաջինից կապված երկուսը կլինի, թե չէ։ Ուրեմն խոսք գնաց սոցիալական վիճակի մասին, այ ինչ է կարծում եք սոցիալական վիճակը ներկայումս ինքը օբյեկտիվ թե ավելի շատ օբյեկտիվ, թե ավելի շատ սուբյեկտիվ պատճառներ ունի, այսինքն օբյեկտիվ մեջ մտնում է հրուզումը խորհրդային միության, երկրաշարժ, պատերազմ, իսկ երկրորդը մի բառով ասած թե գողանում է։ Ուրեմն անարդարությունը գալիս է որտեղից։ Երբ որ ես տեսա նախկինը ինչ որ մեկը, որը գնաց ինչ որ ժամանակ Ղարաբաղում զեն շարժեց, հետո վերադառնալուց հետո դարձավ արդեն ինչ որ գույքի տեր, որով եթե ինքը նախկինում ման էր գալիս զապարոժեցով, հիմա ման է գալիս ամենավերջին լեպսուսներով, հանկարծ իմ մեջ առաջացավ միտք, ինչու այդ խեղճ ու կրակը, որին մենք նույնիսկ բարև չէինք տալիս, այսօր այդ ամենի տերն է, իսկ ես չունեմ այդ ամենը։ Այսօր մարդիկ դադարել են այլևս աշխատանքի մասին մտածելուց։ Բոլորը սպասում են մի հրաշքի, մեկ անգամյա հարստության, հարստանալու։ Մենք երիտասարդների ենք տեսնում, որոնք չեն ուզում աշխատել, որոնք նախընտրում են պպզած արևածաղկի կուտերով զարդարել Հայաստան աշխարհը, բայց ոչ երբեք գնալ աշխատել։ Իսկ սա նշանակում է, որ մենք մեր մեջ ձգտումն ենք մերձնում։ Բայց ցանկացողի համար էլ աշխատանք չի գտնվում։ Գտնվում է։ Գտնվում է, ես ես ասեմ, ամենապարզ օրինակը, այսօր փնտրված են արհեստավորները, լուրջ մարդիկ, ոչ թե խաբեբա, անցյալ օրը մեր աշխատողներից մեկից 1500 դրամ են վերցրել, որ պիտի տունը վերանորոգել, դրամը արել, թողել փախել է Ռուսաստան։ Ուրեմն այսպիսի մարդկանց մասին չէ խոսքը, լուրջ մարդկանց, լուրջ արհեստավոր, որ գա տունդ վերանորոգի, լուրջ արհեստավոր, որ ներկի, չգիտեմ քարերը շարի եւ այլն։ Խնդիր ունենք մենք այսօր։ Չկան, ինչու՞, որովհետեւ բոլորը երազներով են ապրում։ Բոլորը ուզում են Գագիկ Ծառուկյան լինել։ Բոլորը ուզում են Սամվել Ալեքսանյան լինել։ Եվ նմանատիպ անուններ։ Սա մեզ կտանի կործանում ժողովուրդը, որը ինքը իրեն դատապարտում է ծուլության, ինքը իրեն մատնում է մահվան։ Այս գործի մեջ մեր ծնողներն էլ իրենց բասասական դերը ունեն։ Ես շատ անգամ տեսել եմ մայրեր, որոնք իրենց զավակներին գործանել չեն տալիս։ Սա նշանակում է մենք արդեն մանկուց երեխային դատապարտում ենք ծուլության, էլ չեմ ասում մյուս պարագան, և ծնողը դրամ է տալիս, որ երեխային նշանակեն, տղաջան ուղեղդ մի հոգնեցու, պապան կողնի, հասկանում է, հետո պապան դիպլոմներ է առնում, տալիս է ձեռք, հետո ինչ է դառնում, մի փորձանք ազգի գլխին ավելանում է, ուրեմն այս բոլորը ձևավորողը, նորից լինում է ով, մենք, հասկանում եք, այնպես որ մեղադրել այս կամ այն բաներ, ինձ օրինակ շան, երբ որ առիթ է լինում, հրավիրում են հեռուստաընկերություն, իսկ ինչ եք մտածում, պետությունը մեղավոր չէ, ոչ, պետությունը մեղավոր չէ, ես եմ մեղավոր, որովհետև այսօրվա պետություն չէ, կառավարություն նկատի ունեն, կառավարության նստած ամեն մեկ պաշտոնյա երեկվա կամ իմ եղբայրն էր, կամ մորաքրոջս տղան էր, կամ մեր ընկերս էր,
որին ճիշտ չդաստիարակելու պատճառով այսօր հայտնվելով ինչ-որ աթոռի, դարձել է ամբողջ ազգի գլխին փորձանք և դժբախտություն։ Ուրեմն մենք ենք մեղավոր, մեր մոտեցումն է մեղավոր, մեր քրիստոնեական աշխարհընկալումն է մեղավոր։ Երկրորդ հարցը դասա։ Վերջացնում ենք արդեն, չէ՞։ Երկրորդ հարցը չկա, առաջ Ես կարող եմ ինչ-որ մյուս խոսել, դուք ինձ ասեք ինչ կան խոսել։ Շարունակենք, եթե ինչ-որ մեկը կա, որ ժամանակային խնդիր ունի ու շտապում է, կարող է գնել, որտեղ ֆորմալ առումով վերդասախոսը ամոթվել է, իսկ եթե հարցը ունեք և հայտնվում դասան համաձայնամեզ դեռ ժամանակային տրամադրել, ապա մենակ իմ անասեն, ուզում եմ, եթե չեք գրանցվել, դուք առաջարկում գրանցեք, որպեսզի հետո հայտարարություն ստանաք, հաջորդ դասախոսության։ Երկրորդ հարցը վերջացավ ու Չէ, ուղղակի ես ինչպես հասկացա, դուք այդ պետության գաղափարը մի տեսակ մերժում էիք, երկրորդ հարցը չկա։ Պետության գաղափարը։ Ասեցիք, որ գնում եմ դիպլոմ են առնում։ Դա պետության գաղափար չի սիրում։ Չէ, ասում ես ուրը պետությունը, եթե դիպլոմ առնում են։ Պետությունը կա, պետությունը կառույցն է ընդհանուր։ Ուր են անձինք, որոնք ուր է օրինակի համար, ուր է այն ծնողը, որը իր զավակի համար դիպլոմ է առնում կամ թվանշան է առնում։ Շատ ներեք մի բան ասեմ, մենք հենց հաջորդ դասին ունենալու ենք թեմա եկեղեցի պետություն հարաբերություններ, օրենքների գնում եկեղեցի եւ այլն, այդ թեմաները ապա մենք շատ մանրամասն անդրադառնալու ենք, ուղղակի այսօր իմացեք։ Ինձ սուբյեկտիվ կարծիքն է, որ եթե ծնողը չի հասկանում, ուրեմն պետք է պետությունը կանոնակարգի այդ հարաբերությունները, որ լավ եթե չես հասկանում, գնաս քանի տարի կնստես։ Ուրեմն այստեղ պիտի մեկ անգամ ևս կրկնեմ Ցիցերոնի հրաշալի դարձվածքը, որ ասում է ազատ ապրելու համար պետք է լինել ստրուկը օրենքի։ Որևէ կառույց կարող է որպես կառույց գոյատևել, եթե այնտեղ օրենքն է գործում։ Շատ լավ, խնդրեմ Սիրով։ Ովքեր զբաղվում էին իբրև որ երեխաների համար հոգտաների, ովքերելու մանկարներու դահավորի ինչ-որ սենց խնդիրներով, վերջում պատվեց, որ նրանք անց էին դարձնում ինչ-որ ինտելեկտուալ տեստային հոգեբանական և ինտելեկտուալ աշխատան, որտեղ ավելի ինտելեկտուալ խելացի երեխաները տարվում էին, պատրաստվում էին այնտեղ այսպես որ շատ խելացի ուղղակներ իրենց համար օգտագործում։ Դա նորություն Ես նկատի ունեի, չէ, ես ուղղակի ուզում էի ճշտել դուք դա նկատի ունեի, թե դա ինչ-որ այլ։ Չէ, իմ խոսքը ադվենտիստ եկեղեցու մասին էր, որը երբ որ հավաքում էր, դա նշանակում էր, որ իրենք այստեղ հիմք պիտի դնեին անպայման ադվենտիստական շարժման։ Այսինքն ամեն մեկը դրամ է հավաքում իր կառույցին զորացնելու համար, ինչպես օրինակի համար Մարսիլիա Գումար են հավաքում, որպեսզի ուղարկվեր այստեղ, որովհետև Ռենե Լևոնյանի եղբայրը պաշտոնավարում էր Մարսելում և ինքը օգնություն էր ուղարկում այստեղ Ռենե Լևոնյանին և Ռենե Լևոնյանը այդ օգնությունը բաժանելով մարդկանց գրավում էր իրենց կողմ։ Սա է ամբողջ խնդիրը։ Մարդորսությունը այս ձևով է իրականանում։ Այսօր եկեղեցու պատմության ուսուցիչների մեծ խնդիր ունենք, այսինքն դպրոցներում դասավանդում են այնպիսի մասնագետներ, ովքեր ընդհանրապես կապ չունեն կրոնի հետ, ես ձեզ ասեմ ավելի, մեր եկեղեցու պատմության ուսուցչուհին հետո պարզեց, որ ինքը աղանդավորական էր ու հենց ամենասկզբում մտավ դասարան ու հարցրեց, թե ովքեր են աղանդավորականներ ու հենց սկզբում ինքը հարցրեց, որ աղանդի ներկայացուցիչ են ու միանգամից արդեն հակակրանքը ձևավորվեց ու այսինքն եթե հիմա մեր պետության եկեղեցու պատմության աշակերտներին արդեն իսկ եթե դաստիարակում են այդպես, ինչ է կարծում, հնարավոր չի գոնե հոգևորականները, որ լինեն եկեղեցու, այսինքն սարկավակները գոնե, վերցնեն ժամեր ու դասավանդեն դպրոցներում։ Ուրեմն չգիտեմ, դուք գիտեք երևի,
պետություն եւ եկեղեցի պաշտոնապես անջատված են իրանից։ Այդ իսկ պատճառով դպրոցում ոչ թե անցնում են կրոն։ Եթե կրոն անցնեին, Հայաստանը չէր նկատվի դեմոկրատիկ երկիր, որովհետև եթե դեմոկրատիկ երկիր ես, ուրեմն դու եկեղեցուց անջատված պիտի լինես, այլ անցնում են եկեղեցու պատմություն։ Մենք մի ժամանակ նաև անցնում ենք կրոնի պատմություն։ Դու կրոնի պատմություն չէի կարող անցնել, մանկավարժը կարող է ձեզ կրոնի անձնապես դասավանդել, բայց դա կրոնի պատմություն չէ, դա եկեղեցու պատմության անվան տակ կրոնն է սովորեցվում, սա ուրիշ խնդիր է։ Պաշտոնապես դա կոչվում է եկեղեցու պատմություն, գրքերի վրա այդպես է գրված։ Ուրեմն Եվրոպայի, դեմոկրատիկ Եվրոպայի առջև դա ներկայացնում է որպես պատմություն սովորեցնել աշակերտին եւ ոչ թե կրոն, որովհետեւ եվրոպական միության արժեք լինելու համար դու պետք է պետությունից կրոնից անջատված լինես։ Այս բանը։ Նշեցիք, այո, որ եկեղեցին ու պետությունը անջատված են, մի հատ ուղղակի չգիտեմ կարգը ինչպես է։ Հոգևոր սպասավորներին եկեղեցին է ընտրում եւ ուղարկում որևէ համայնք, որպեսզի այնտեղ իր գործունեությունը ծավալի եւ արդյոք կասեմ հետո ինչի համար է սա հարցում եւ արդյոք եկեղեցին կենտրոնը հետամուտ է լինում թե այսինչ քաղաքի որևէ գյուղի համայնքային եկեղեցուն այդ սարքավակը ինչ գործունեություն է ծավալում եւ արդյոք ճիշտ է ծավալում թե ոչ։ Այո, ուրեմն յուրաքանչյուր շրջան ունի իր առաջնորդը։ Եկեղեցու ներկայացուցիչը տվյալ շրջանի առաջնորդն է, որը ինքը պիտի այդ խնդիրով զբաղվի։ Իբրև օրենք նայած որտեղ է պաշտոնավարը, Եվրոպայում դժբախտաբար այնպես է ձևավորվել, որ շատ անգամ հոգևորականը եկեղեցուց ներս խոսք չունի, որովհետև իրենց երկրներում այնպես են շարադրել համայնքային օրենքը, այնտեղ եկեղեցի չկա, դու եկեղեցի չես, կոչվում է եկեղեցական միություն, բայց ոչ համայնք, Gemeinde բառը գերմաներենում երբեք չկա, օրինակ համար Ֆրանսիայի մեջ էլ դրանք համարվում են կուլտի միություն, association cultuelle կոչվածը, որ նշանակում է կրոնական միություն, բայց ոչ կրոնական համայնք։ Գերմանիայում կրոնական համայնք ճանաչում են միայն ու միայն կաթոլիկ, օրթոդոքս եւ հրեա համայնքը։ Մնացածները բոլորը համարվում են միություններ։ Եվ միությունների մեջ օրենքը շարադրված է այսպես. եթե որևէ մեկը այնտեղ դրամ է ստանում, աշխատավարձ է ստանում, ինքը չի կարող պատասխանատու պաշտոնյա լինել։ Եվ քանի որ հոգևորականի գործն է դա, հետևաբար աշխատավարձ պիտի ստանա, հոգևորականը իրավունք չունի վարչական խնդիրներին խառնվել։ Ինչի համար է հարցս, որովհետև մտահոգությունս իսկապես շատ մեծ է, մի քանի անգամ դեպքերի ականատես եմ եղել եւ շատ ցավում եմ, երբ որ հոգևորականը, տվյալ չեմ ուզում անուններ նշել որտեղ ինչ-ոնց, ուղղակի մի քանի անգամ այնպես պատահել, որ այնպիսի կերպարով չի ներկայացել երեխաներին նոր դաստիարակողներին, որոնց ասենք ես ինքս իմ աշակերտներին տարել եմ ինչ-որ միտեղ, եւ նախապես ես պատմել եմ, հայ եկեղեցու մասին եւ այլն, բայց իրենք գնում են այնտեղ եւ տեղում տեսնում են, որ իմ պատմած հոգևորականը եկեղեցու սպասավորը իրականում չի համապատասխանել տվյալ եկեղեցու սպասավորի կերպարին եւ հոդս են ցնդել բոլոր են եկեղեցուն հանդեպ ունեցած պատկերացումները, որոնք նախապես ձևավորվել են զուտ տվյալ հոգևորականի ոչ ճիշտ կեցվածքի, ոչ ճիշտ խոսելաձևի եւ պահելաձևի հետևանքով։ Քրիստոս հրաշալի մի խոսք ուներ, ասում է շատերն են կանչվածներ, քչերն են ընտրվածներ։ Ինքը, որ ընդամենը 12 հոգի դրեց, մեկը մատնիչ դուրս եկավ, մյուսն ուրացող։ Այնպես որ մեր մեջ էլ են դժբախտաբար լինում այնպիսիներ, որոնք իրենց կոչումին համապատասխան չեն։ Ցավում են, բայց այս բոլորը նորից գալիս է ինչից, որովհետև եկեղեցին նախարարմատախիլ արեց։ Հետո այդ քիչ առաջ հարց էինք դնում, հնարավոր չի, որ հոգևորականներ շատ ունենան,
շատ ունենալու ճանապարհին են հայտնվում են այնպիսիներ, որոնք դառնում են հոգևորական ոչ որովհետև կանչված են, այլ որովհետև ինչ շահադիտական մտածումներ ունեն, կյանքում անհաջող մարդ է եղել, գործը չի հաջողվել, գնան հոգևորական դառնան, որպեսզի ունեն գործ ունենան եւ այլն։ Եթե կան այդպիսիներ, իրոք մեզ համար անպատվություն է դա, որովհետև հոգևորականը ինքը առաջին օրինակը պետք է լինի։ Որովհետև մենք երկու դեպք ու ամբողջ դասարան 60 հաստատ երեխաների շատերը կգնան ուրիշ ճանապարհով։ Ամեն տեղ կան նմանատիպ երևույթներ, ամեն տեղ։ Դրա համար ասեցի, նույնիսկ Քրիստոս այդ բոլորից ելնելով ինքը հայտարարություն արեց։ Այլ ես կարծեմ արդեն ժամանակը բավականին առաջ է գնացել եւ այս խեղճերին իրենց տանը սպասողներ կան։ Մայրիկը արդեն քանի երրորդ անգամ կերակուրը տակացրել, գրել է սեղանին եւ սպասում է որ դիգան եւ ճաշեն, իսկ մենք խեղճերին այստեղ զբաղեցնում ենք մեր կրճին խնդիրները։ Շատ լավ, եթե ուրիշ հարց չկա եւ եթե խնդրեմ այդ երիտասարդը Լսեք դուք ասեցիք, որ Աղանների դեմ պայքարը ոչ միայն եկեղեցուն է, չէ՞, եւ պետությանը եւ առանձին անհատներին է, բայց այս դեպքում այդ առանձին անհատներին պետք է համախմբող լինի, կազմակերպի, որ եկեղեցին վաղը կազմակերպի, դու կազմակերպեք, որ սկսի պայքար, օրենքի ձևակերպում տվի, որ այդ մարտավույթները երկրում քայքայ գործում են քիչ ծավալեն։ Եթե եկեղեցին մանչանի կազմակերպիչ չնիելով պետք է լինի։ Առանձին անհատներ բարձր որ չեն լինելու։ Համաձայն եմ։ Ուրեմն այսպիսի խնդիր կա։ Եթե ես տեսնեմ Աստվածչանյան շուրջ, որ մեր տունը այրվում է։ Տունս այրվում է։ Արդյոք կարիք ունեն որևէ մեկին, որ ինձ ասի, լսի, տունը այրվում է, գնա հանգցրու։ Թե կգնանք կհանգցնենք, որովհետև դա իմ տունն է։ Այսօր մեր տունը քանդում է, մեր հավատքի տունը քանդում է։ Ինչ պիտի անենք մենք։ Մեզանից ամեն մեկը պիտի մտածի։ Ուրեմն երկու օր առաջ Facebook-ում մի հոդված տեղադրեցի աղանդերի մասին եւ նաեւ որոշ անդրադարձ կար Եհովայի վկաների, որը Blog News անմիջապես արտադրվել էր եւ աղանդավորների մի ամբողջ վայնասուն էր բարձրացել։ Հասկանում եք, ուրեմն իրենք ինչ են անում, երբ որ զգում են կպնում ես իրենք, բոլորը միասին թոդեն դուրս են գալիս։ Ինչու մենք բանը չենք անում։ Երբ որ տեսնում ենք իրենք սնկի նման դուրս են գալիս, ինչու չենք խեղդում մեր գոնե Facebook-յան չգիտեմ ինչերով, փոքրիկ այդ կոմենտներով, ինչու չենք անում, սա արդեն պայքարի ձև է, կամ երբ որ գալիս են մեզ, համոզում են չգիտեմ ինչ են, մհեր կոչված են երկիչը, ասում եմ հայ առաքելական եկեղեցուց ես հրաժարվեցի, որովհետև հայ եկեղեցին վիդեոկամերա չտվեց, ես իմ կլիպը նկարեի, իսկ Արտուր Սիմոնյանը վիդեոկամերա Անհարմար, ասկ պատկերացնում եք դուք խոսում եք ձեր հոգու մասին, մայր եկեղեցին քո հոգու էությունն է, Վահան Թեքեյանը ասում էր եկեղեցին հայկական, ծննդավայրն է հոգուս, դու հոգիտ ես ծախում, միակ կլիպ նկարել։ Հասկանում եք։ Քրիստոնեությունը շարպես իմ ընկալման ամեն դեպքում կամ ինչքանով ես կարողացել եմ հասկանալ հոգևորականների խոսքը ազատության կրոն է, այսինքն ինչ որ կանես, նրան համապատասխան կստանաս որը քրիստոնեությունը ու նաև անհատակ ինչ որ այսպես ասած ինքը ոնց որ կենտրոնում մարդն է, հա, ավելի շատ մարդու վրա է հիմնված, որ մարդը ինչ կանի, նա կստանա։ Բայց մյուս կողմից հենց այդ դուք որ ասում եք այլ աղանդները, որ աշխատում են այդ մեխանիզմով, հա, ինչ որ այսպես համայնք են ստեղծում, որը նաև այսպես պայքարում է։ Այս դեպքում ինչ որ միտեղ դուք չի կարելի, որ այնուամենայնիվ այդ գաղափարախոսությունից դուրում է այդ համայնք ստեղծելու գաղափարը։ Եվ ընդհանրապես ինչպես կարելի ինչպես ասում մի քիչ եթե ավելի կոնկրետ ասես, ավելի հստակ պիտի իմանամ, թե ինչ պիտի պատասխանեմ, որովհետև մի քիչ շատ այնպես, այդ համայնքը եւ այն քրիստոնեության մեջ ամեն շատ անհատի հիմքն է, չէ՞, այսինքն անհատի
աղոթելուց ինչ ես ասում, հայրին ես ասում, Չէ, դրա մասին չէր խոսքը, խոսքը նրա մասին, որ այսինքն օրինակ առաքելական ընկերություն հատուկ մեխանիզմներ չի կիրառում, չգիտեմ, ինչ-որ հոգեբանական մեխանիզմներ չի կիրառում մարդու վրա, որպեսզի մարդը գա եկեղեցի, որով կիրառում են Որովհետև դարաշարժան մարդը եկել է եկեղեցի, սիրելիս, այսօր դու կարիք ունես խաղերի, որպեսզի մարդուն եկեղեցում կապես այդ ձայնային էֆեկտների մեջ իրեմ ինչ իմպուլսներ դնելով մարդուն հիպնոսի մեջ դրես։ Ես համաձայն եմ, ես ուրիշ հարցնես ուտե, արդյոք դա չի նշանակում, որ այն ամենից ժամանակակից մարտահրավերների դիմակայելու համար եկեղեցիներ ինչ-որ նոր մեթոդներ նաև պիտի կիրառվի, որովհետև համայնքն է մեծանում, տեղեկատվությունն է մեծանում, չգիտեմ, միգուցե ինչ-որ համախմբելու ինչ-որ այլ մեխանիզմներ է Աստղիկ ջան, վրաց եկեղեցին ոչ մի մայմոնություն չի անում, վրաց ժողովուրդ իր եկեղեցուն կարճացրեց, գիտակցության խնդիրն է, երբ դուք ես արժևորում, երբ դուք ես կարևորում, եթե մայրը այսօր, չգիտեմ ինչ սուպեր շիկ հագնված չի, դու Ելիզավետ Թագուհուն մայր չես հայտարարում։ Ուրեմն ամեն ինչը պիտի լինի այնպիսին, պիտի մնա այնպիսին, որպեսզի ինքը գա, առանց դրա չի կարող լինել ինքը։ Մենք այսօր, այո, համաձայն եմ, նրանք ինչ-որ խաղեր են անում, դու ասում ես ձեր բարձունքի իջեք ներքև, նրանց խաղեր արեք։ Չէ, ես այդպես բան չեմ ասում, ուղղակի միգուցե քանի որ մարտահրավերների դրան համապատասխան, ասենք համախմբելու նաև այլ մեխանիզմներ կիրառել, ոչ հոգեբանական ազդեցության կամ այն, չգիտեմ, ահավոր մեխանիզմներ, որ ես չեմ օգտագործում։ Ցույց կտակ ներողություններ իհարկե հենց հիմա մենք որ այստեղ ենք ու հայտը գնացել է ու շատ մարդիկ գիտեն որ այսպեսի բան կա, սա արդեն իսկ ինչ-որ քայլ է, չէ։ Հենց նույն մանանակ ծրագիրը, որ երիտասարդական ծրագիր է եւ ամենշաբաթյա հանդիպումների արդյունքում համախմբում են երիտասարդները մոտենում են եկեղեցուն, այսինքն ըստ իս, չգիտեմ որքանով եմ ճիշտ հասկանում այդ կողմից, պետք չի ինչ-որ sense անպագոտոր ինչ-որ մեխանիզմ անել, տեսեք մենք անում ենք եկեղեցի եկեք։ Չէ, ես հասկանում եմ, աստղիկ է ասածը, կուճուրիկ ինչ-որ բաներով, արդեն այն ինչ-որ մենք կատարում է այսօր հայ եկեղեցում, ինքնին այդ քայլերն է որ կատարում է, միակ խնդիրը որտեղ, առաջին հերթին այսօր հայ մարդը կտրել է իր կապը մայր եկեղեցում, այդ 70 տարիների ընթացքում ամենակարևոր խնդիրը դա եղավ, և սա հատուկ ծրագիր էր, հատուկ ծրագիր, ես վերջերս ուրեմն կենտրոն հեռուստաընկերությամբ խոսեցի և անդրադարձ այս հարցերին, բերեցի փաստերը, բերեցի գրավոր նյութերը, որովհետև երբ որ դու հայ եկեղեցին կոտրում ես, հայ ժողովրդի մեջքն ես կոտրում, ով է այսօր, այսօր խոսում են մեր տղաներից մեկի հետ, ասում են ընտանիքներից ներս փոթորիկ է մտել, որովհետև 5 հոգի են, մեկը գնում է Եհովայի վկաներին, մյուսը գնում է հոգեգալստական, մյուսը գնում է կյանքի խոսք, մյուսը գնում է ադվենտիստը, մյուսը մորմոն է դարձել, գալիս են տուն և իրար դեմ սկսում են պայքարել, սա մտահոգիչ խնդիր է, այստեղ եկեղեցին ինչ էլ անի, ամեն մեկից գիտակցությունը պիտի որոշիչ դեր խաղա, մենք պիտի որոշիչ դեր խաղա, սա է հարցը, այո, այն օրիորդ արտած զրը բարձրացին։ Վերջին հարց ուրեմն այս օրիորդի դրին, հասատեսնա։ Ես վաղուց եմ հետևում ձեր երիտներին, շնորհակալ եմ այս հստեղը։ Մի հարց եմ ուզում տալ, դա ճիշտ է, որ կաթոլիկ եկեղեցին ընդունում է Հելովինը և որքանով է ճիշտ, որ հայ երիտասարդները ուղղակի այս հարցանքների Ես չհասկացա, ներողություն, կաթոլիկ եկեղեցին ի՞նչն է ընդունում։ Ընդունում է Հելովին ծովին։ Հալովենը։ Ապուշություն է դա, հայ երիտասարդները ամեն զիբիլ ընդունում են։ Հայ երիտասարդները նախ հասկացողությունը մեզ մոտ ինչ է մտած։ Մենք ալերգիկ ենք դարձել ինքներս մեզանից։ Այն որ մեր բառագանձի մեջ արեստացին մի հատ բառ ենք մտցրել, քյարթու,
Սա արդեն մեր ողբերգությունն է։ Դա մեզանից յուրաքանչյուրին տանում է դեպի կործանում։ Ինչու՞։ Որովհետև դու սկսում ես մտածել, արմարդ ամոչի, բանկեր չունենամ, ամեն ինչ չանեմ, հանգարտ չմտածել, քյարթու եմ ես։ Ուրեմն, եթե պահում ես քո ազգային դեմք, ազգային դիմագիծը, կողքիններից ասում են վյախտես քյարթունովա։ Ուրեմն ինչ են ստեղծել։ Արեստացին մի երևույթ, որ հայի մեջ հայկական ամեն ինչը, գիտակցություն ամեն բանը, մերձնեն, կոշիկներին անգամ ծիծակ կոշիկ։ Ինչ է նշանակում սա։ Ես այսքան գումար ունեմ, սա եմ առնում։ Դուր ինձ ավելի գումար, ես ավելի լավ առնում։ Այսինքն հոգեբանորեն մեզ սպանում են ամեն գետնի, ամեն հարցում։ Եվ նույնը ապուշ հարուենը։ Այսինքն պիտի գնաս, պիտի ներկվես իմ ակվանից այդ խելք երեխանեն, սատանայի կերպարներ են նկարում, չգիտեմ ինչ են անում և այլն։ Ինչ է սա նշանակում։ Ինչ կապուտ ինձ հետ հարուենը։ Ինչ կապունի, ինչ հոգեհարազատություն ունի, Ամերիկայից է գալիս, չհասկացա։ Ամերիկյան կոյուղին եթե կապեն մենք, պիտի ընդունել դա որպես չալահաճ։ Այսինքն ներողություն, ուր է մեր արժանապատվություն ազգային, ուր է մեր ազգային գիտակցություն այդ բառը։ Արևմուտք, ես 26 տարի արևմուտք էի, չտեսա այդ արևմուտքի արևմուտքությունը։ Մի օր Գերմանիայում նոր էի գնացել, հանդիպեցի Ռուսաստանից տերև տիկին էին, հրյաներ տեղափոխվել էին Գերմանիա։ Իրենց ասեցի Եվրոպան մեզ համար այնտեղ շատ ավելի Եվրոպա էր, քան այստեղ Եվրոպայի մեջ։ Երբ որ տեսնում ես դրանց բոմժերին, կլոշարներին, ասում ես սա է գերմանացին, սա է ֆրանսացին։ Ինչ է Եվրոպան, անբարոյականություն, հաշիշամոլություն, նարկոմանիա, միասեռականություն, սրանով պիտի Եվրոպան ամենս համար արժեք դառնա։ Ուրեմն հարցեր են, մենք պիտի կարողանանք հասկանալ։ Ում հետ խոսում ես, չէ ինքը հայկական երաժշտություն չի լսում, ինքը ջազ է լսում։ Չհասկացա։ Լսի, ջազը լսի, բայց հայկական ինչ տեղ ունի։ Ես չեմ ասում սպիտակցի հայկո լսի, կամ թաթուն լսի, բայց հայկական հրաշալի երաժշտություն կա։ Մարդիկ ալերգիկ են, կարծես թե եթե մի հատ հայկական բան է, դա իրենց անհատություն է։ Ավելի լավ է դու իրեն հայոյես, քան ասես հայկական երաժշտություն ես լսում։ Ուրեմն հարցեր են սրանք, որ պիտի մենք կարողանանք ձեռնպազատվել, այդ արևմտյան արժեք կոչվածը միայն մենտալի հետ կապ ունի, որպեսզի մենք խնդրին վերաբերվենք, լրջորեն, այնպես ինչպես իրենք են վերաբերվում։ Ոչ թե մտածենք փողը տանք գնահատական ստանալու մասին, այլ գիտություն անբարենք, որպեսզի որտեղ որ մենք մտնենք, արդյունք տանք, արդյունք, շոշափելի լինի։ Եվ ոչ թե մտենք խանութ, ասենք հայկականա չեմ ուզում։ Թող թուրքական լինի, պարսկական, բայց հայկական չեմ ուզում։ Սա նշանակում է, որ մենք ինքներս մեզ դադարել ենք արժևորելուց, մեր երկիրը դադարել ենք արժևորելուց, մեր ժողովրդին, մեր դարձվածքը, արախի գողովեց։ Սա ինչ է նշանակում, կամ ես երկիրը, կարծես չինացիների երկիրն ասում։ Այո, խնդրեմ, օրիորդ։ Շնորհակալություն Հայր Կոմիտաս բովանդակալից հոգևոր զրույցի համար։ Հոգևոր զրույց կար, այդքան խոսեցի առնես։ Հիմա հարցս ձևակերպեմ, երբ դուռը թակում են Եհովայի վկաները, ինչ անել։ Չբացել, կամ բացելուց հետո ասել, մենք ձեզ հետ գործ չունենք։ Դուք սատանայի ծնունդ եք։ Ես շոկված եմ, միանգամից իրենք գլազոկից հանեցին ու միանգամից կարծացին, իրենք տեսան, որ ես գլազոկից նայեցին։ Ուրեմն, նման ժամանակ բացում եք և ասում եք սատանայի ծառաների հետ, մենք գործ չունենք։ Մեզ Քրիստոսի անվան, Նախ իրենք Քրիստոսին չեն հավատում։ Եհովաների չէ, բայց սահանը ասում են, տեսեք, ասում եք։ Ոչ մի բան մի ասեք։ Դուք հիշեք մի բան, Քրիստոս ասում էր զգուշ եղեք, որովհետև պիտի գան շատ սուտ մարգարեներ։ Իմ անունով շատերը պիտի գան ձեզ մոլորեցնելու, զգուշ եղեք, մի հավատացեք նրանց։
Ինչ չեք ասում ես։ Բայց ես թվում է իրանք նաև հատուկ բնակարաններ գիտեն ու դու գնան, որովհետև իրոք ասում Դա հատուկ ծրագիր է սիրելի։ Նրանք չեք գալիս, նրանք դուք չեք հասկանում, նրանք ձեզանից ինֆորմացիա են ստանում։ Ձեզանից ամեն անգամ երբ որ խոսում են, իրենց կենտրոն որ գնում են, որը կոչվում է արքայության սրահ, ամեն մեկը գրում է բացատրագիր, ում հետ է տեսնում է, ինչ են խոսել։ Դու առանձին ես գրում, կողքինդ երկրորդը առանձին է գրում, եւ այդ բոլորը բան կոնտրոլի տակ է պահում։ Ինչ է այսօր շպիոնաժը, ինֆորմացիայի փոխանցումը։ Դու գիտեք, որ Եհովայի վկան իրավունք չունի աղոթելու, արգելված է։ Դու ինչ որ Եհովայից խնդրում ես, պետք է գրես, պետք է ուղարկես Ամերիկայի այս կենտրոնը, եւ այնտեղ կա 12 հոգուց կազմված ցենտրալ կոմիտե, կենտրոնական կոմիտե, որը կոչվում է Եհովայի խողովակ։ Միայն այդ խողովակը իրավունք ունի Եհովայի հետ հարաբերության մեջ մտնելու։ Ինչ է խոսում։ Դա խայտարակություն է։ Իրենք հատուկ ծրագիր են ստանում, ամեն մեկը, որ շրջանում պիտի աշխատի։ Ինչ ձևով, որի դիմաց ստանում են իրենք վարձ։ Օրիով, քեզ են ու վերջ։ Ասա, ասում են, որ վերջերս սենց մանդետ եղավ, դուրը տագեցին երկողի, միանգամից սենց կացատ հերոքեր են, ու ճիշտ ասացին ուզի խաչը շատ պարսը հանդեստ արեցի, որ իրանք տեսնեն, ու ասացին մենք ուզում ենք դեր պարս աշտը միշտ պիտի ասեն, ճիշտ է, խոստովանում մի քիչ էգնական ձևացին տեսնեն միշտ պիտի ասեն, որ ես չգիտենա, իսկ դու ասեցին, ասի ես հարարատերական եկարացու հետևորդ եմ, ճիշտ ասած, շոտ հետաքրքիր բան ստացված, իրենք ասին, լավ կներեք, թողեցին, շրջվեցին գնացին, ես զարմացել եմ, որ չեմ արդեն շատ լավ, կարծեմ սա վերջին վկայությունն է, ուրախ ենք, որ մեր օրիորդը վկայեց, եկեք աղոթքով ավարտենք։ Օրհնյալ կլինես Հիսուս Քրիստոս անունով, Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղեցի անուն քո, եկես Ձեր արքայություն քո, եղեցին կամ քո, որպես երկինս երկրի, սած մեր հանրազոր, դուրմ ես այսօր, և թող մեզ պարտիսներ, որպես ետ մեր թողում կրոց պարտականած, և մի տանից մեզի փորձություն, այլ հրկերած մեզի շարը, զիքո արքայություն, և զորություն, և հարկ, հավիտյան, ստավիտերից ամեն, պահպանիչ և հույս հավատացրոց Քրիստոս Աստված մեր, պահպանիչ քո հավատացյալ զավակների, հեռու պահիր Տեր նրանց ամեն տեսակի չարիքներից, փորձանքներից, փորձություններից, նեղություններից, դժվարություններից, դժբախտություններից և հիվանդություններից, այլ քո հայրական օրհնությամբ պարգևի բոլորի կատարյալ առողջություն և բժշկություն հոգու և մարմնի, ընտանեկան երջանկություն, սեր, միություն և քո սուրբ հոգու շնորհը, որպեսզի իմաստությամբ լեցված, յուրաքանչյուր անգամ երբ հայտնվեն փորձության առաջ, նմանվելով քո միածին որդուն, սատանային ասել, ետիր, ոգետիս որիչ սատանա, և հաղթական կարողանան դուրս գալ ամեն մեկ փորձությունից, փառավորելով միշտ օրը, որդուն և սուրբ հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Աստված ձեզ օգնական շնորհակալություն